Իսկ կարելի է մենք ողջունենք նոր դուք հարցեր լինի։ Ես եմ իմ կլասը չեմ գցելու երբեք, ոնց կամ այդպես չի ծառայել, վերեք մեր պելավիրը մտել է որան եկեք դեմանորով որեք, ես ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովիկներով ուրիշ բան է, և որ մարդիկ հետ կանը կարողանան հասկանան։ Բարև ձեզ։ Երախտեի չասեք, էլի։ Չանա, ստեղից։ Ասա սկսենք գարշիկը հիմա բատիկ եկել են, հիմնական ժողորջան, իմ նպատակը, որ աչքերի մեջ նայելով խոսենք, ես իմ սրտի եղած, իմ ծրագիրը, իմ թիմի մասին ձեզ տեղակ պահեմ, որ դուք իմանաք, հիմա թող իվետան կազմակերպ իմ խոսքը կասեմ, իմացեք ինչ որ ասելու եմ, մի բան էլ ավել անելու եմ, չկա մի բան, որ ասած դինեմ չանեմ, հարկավորը հնարավորություն պայման, իրականացնենք կյանքի կոչենք, խաղաղություն լինի, բարգավաճ բարեկեցիկ կյանք, կետ առ կետ կասեմ, ի վեճան դասատով սկսեմ։ Բարև ձեզ սիրելի։ Բարև ձեզ սիրելի շենգավիցիներ։ Սիրով ողջունում ենք ձեզ բոլորիդ լավագույն ավանդույթներ ունեցող այս համայնքում։ Շատ ուրախ ենք այսօր այստեղ գտնվելու համար։ Մեր համար մեծ պատիվ է հնարավորություն եւ առիթ ունենալու ձեզ ներկայացնելու մեր նախընտրական ծրագիրը։ Ջերմորեն ողջունում ենք բոլորիդ։ Այսօր մենք մեր թիմակիցներով ձեզ կներկայացնենք մեր հիմնական ծրագիրը, որով առաջնորդվում ենք։ Խոսքը առաջարկ Հայաստանի ծրագրի մասին է, որով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հունիսի 6-ին մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, հունիսի 7-ին։ Կարծում եմ օրը շատ խորհրդանշական է, որովհետև այս անգամ համապետական այս ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես է գալու 7-րդ հյուրընկալի ներքո, այսինքն հունիսի 7-ի համար 7-ին։ Սիրով այս պահին ուզում եմ խոսքը փոխանցել իմ գործընկեր, Մայր Հայաստան կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության պետքանցու Անդրանիկ Լևանյանին։ Ողջույն սիրելի երևանցիներ, հարգելի շենգավիցիներ, սա ինձ համար շատ հոգեարազատ թաղամաս է, որովհետև ես շենգավիցում եմ ծնվել և մեծացել։ Այժմ եկեք մի հատ բարձր ծափահարություններով ողջունենք շենգավիցիներին։ Հարգելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ հունիսի 7-ին տեղի են ունենալու ճակատագրական ընտրություններ։ Մենք պետք է կառավարության շենքից
վրընդենք թուրքի կոշիկները լիզող Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն այսօր Նիկոլ Փաշինյանը նորից բացել էր իր գարշոտ բերանը ու անդրադարձել էր մեզ վայրահաչել էր Սարոկյանի դեմ։ Ուրեմն ինքը ասելիք չունի, իր միակ ասելիքը այս քարոզարշավում Ալիևին հաջողանալն է և Ալիևի կոշիկները լիզելը։ Մեզ այդպիսի ղեկավար պետք չէ, որը մեր թշնամու առաջ սողեսող է գնում, իսկ Հայաստանի քաղաքացիներին վիրավորանքով է դիմում։ Մենք պետք է այս թուրք-ադրբեջանական օրակարգով առաջնորդվող իշխանություններին ուղարկենք գրողի ծոցը և ձեզ խոստանում ենք, որ միասնաբար հասնելու ենք այդ նպատակին։ Մենք մի քանի բնական կարգախոսներ ունենք, որոնցից առաջինը քիչ առաջ հնչեցվեց։ Հիմա միասին վանկարկում ենք հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, միացիր, պարոն Սարոկյան, խնդրեմ։ Հարգելի սիրելի շնորհավորներ, իսրտե ձեր բոլորին ողջունում եմ։ Ես եկել եմ այստեղ ձեզ նայելու, ձեր աչքերի մեջ նայելու և իմ խոսքը ասելու համար։ Ամենակարևորը սպասեք նա փոփոխությունների, որ բոլորդ էլ հարստանալու եք, բոլորդ էլ գործ եք ունենալու, բոլորդ էլ փոքր միջին բիզնես պետք է կազմակերպեք։ Դա ինչից եմ անկախ ամեն ինչից 27 թվականից, երբ բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, միլիոնավոր մարդիկ են գալու, միլիոնավոր տուրիստներ են գալու, որոնք գաստե գումար են ծախսելու, միլիարդներ են ծախսելու, միլիոնավոր մարդիկ գալու են, այդ գումարը մնալու է մեր քաղաքում, երևանցիներին, աբովյանցիներին, Սևանել են գնալու, կարևորը իմ պատրաստ եղեք, ես նորից եմ ասում, միլիոնավոր տուրիստներ գալով, մեծ գումարներ մնալու մեր երկրում, այդպես և երկու խոշոր ծրագիր ենք իրականացնելու։ Այսօր ժողովուրդը կարիք ունի ուշադրության, վերաբերմունքի հնարավորության և պայմանի։ Այսօր ժողովուրդը ամբողջ, ես ամբողջ օրը վարչական շրջաններում, գյուղերում ման եմ գալի, մարդիկ լիարժեք վարկերի տակ, պարտքերի տակ, անգործ պատերի տակ նստած են։ Մենք մարդկանց մասին պետք է մտածենք, կարողանանք լիարժեք, հնարավորություն ձեռնենք, մարդկանց աշխատանք տանք, պետք է նրանց դրության մեջ մտնես։ Այսօր ազգը 650,000 ընտանիք է, 2,400,000 վարկառու, ամեն ընտանիքից 3-ից 4 մարդ վարկի տակ է, որ դա անպայման պետք է կարգավորի պետությունը քայլ պետք է կատարի, որ այդ մարդկանց ներում շնորհի մինչև 3 միլիոն դրամ։ Եթե պետական պարտքը այսօր դառնա 15 միլիարդ, ժողովուրդը դրանից խաբար չի, ժողովուրդը հիմնականում պետք է գոնե 1 միլիարդ 100 միլիոն ավելանալով 2,200,000 մարդ լիարժեք փրկվելու այդ ցեղից դուրս գալու։ Գոնե իր վաստակածը ինքն իր տունն է պայելու, ժողովուրդ։ Դա պարտադիր պետք է քայլը կատարվի։ Առողջապահությունը անվճար պետք է լինի։ Կրթությունը պետք է անվճար պետք է լինի։ Թոշակառուների համար միջին զամբյուղը պետք է ապահովի։ Ոչ թե 10 տարի չի ավելացել 5,000 դրամ ավելանալով, դա միջին զամբյուղի ապահովում չի։ Միջին զամբյուղը 78,000 գոնե միջին զամբյուղը պետք է ապահովի։ Պետք է գործ լինի, ստեղծենք, կազմակերպենք, բյուջեն գումար լինի, տնտեսական աճ լինի։ Մեզ մոտ տնտեսական աճը 1%-ը դա 25 միլիարդ է, տարեկան եթե 12% աճ լինի, 300 միլիարդ, որը կարան չի բաժանել, և առողջապահությունը, և թոշակառուին, և աշխատողին, ծառայողին, արվեստագետին, բժիշկին, ճիշտ պետք է կազմակերպել, Ժողովուրդ ջան, ասել եմ մեկ անգամ ևս ասեմ, պաշտոնային աշխատող մարդիկ պետք է փորձ ունեցած լինեն, նրանք պետք է աշխատած լինեն, արդյունք ցույց տան, պատական մարդիկ պաշտոնի լինելով, որ վարժե տեղյակ չեն ոլորտից, դրա համար մենք այսօր ենք,
Ջորջան, մենք ունենք մեկ մայրաքաղաք Երևան, որ ամբողջ աշխարհի հայցուն է հպարտանում է Երևանում։ Իսկ եթե որոշ մարդիկ, դա կլինի Բաքվից, Հայաստանից, որ Երևանը ուզում են կոչեն Երևան, դա ամոթ է մեզ, դա չի կարող երբեք թույլ տալ։ Մասից սարին ամոթ ոչ մեկը չի պատկերացրել, որ կարող է մեր իշխանությունը գա ժամանակ, որ ինչ չանի Մասի Սարին նայի, կամ Մասի Սար Ալտագրի վրայից անի, կամ 300,000 պետք է ադրբեջանցի բերեն Երևանում բնակեցնեն, որը դա մեզ ամոթ է, դա մեզ պատիվ չի բերել, կամ Արցախից չխոսան, կամ ցեղասպանությունից։ Ցեղասպանությունը աշխարհի 40 երկրից ավել ընդունել է։ Մենք ոնց կարանք հրաժարվել։ Ով անցյալը մոռանա, անցյալ չի կարող ունենա։ Այո։ Ասում եմ 40 երկիր ընդունել է ամենախոշոր պետությունները։ Պետք է աշխատենք մնացածներն էլ ընդունեն։ Երբ որ Թուրքիան կընդունի, հարց կա կարանք կրլող սեղանի շուրջ նստենք, ոնց որ ասենք եղավ Գերմանիա եւ Իսրայելի մեջ։ Այդ ժամանակ էլ նստենք պայմանավորվենք։ Իսկ ամենասխալ որոշումը Ժողովուրդ ջան, ես որպես մարդ նայելով, ծանոթանալով, հետևելով երևանցիների վրա գույքը հարկը 100% ավելացրել է։ Ժողովուրդ ջան, դա անարդարացի որոշում է։ Մարդը 40 տարի աշխատել է դախացող խոսագիտնական աշխատող է շինարարը, իրան տուն են արկացրել։ Ինքը ապրում է այդ տանը իր թոշակով։ Այսօր գույքարկը ավելացրել են, գույքարկը ավելացրել են ոչ թե կադաստրի արժեքով, շուկայական գնով, անարդարացի որոշում, ասում ծախի գնա գյուղերում մնա։ Դա ամոթ է, դա մարդկային ժողովրդական վերաբերմունք չի։ Ես դեմ չեմ, թող ընդունեն 20 թվականից 22, որ մարդիկ 100,000-ով, 200,000-ով բնակարաններ են արել, կարած նրանց գույքարկը բարձրացեն, բայց են թոշակառուն, որ արդար գծինքով, ազնիվ աշխատանքով բնակարան է ստացել, պետք է նրան ներեն, ոչ թե ներեն, նրան հնարավորություն տան, բարեկեցիկ կանգով կորոտեցան, ոչ թե ասեն, տունը ծախի, թող Ադրբեջանից գան տներն ամեն մնան, դա է նշանակում, դա ճիշտ չի ժողովուրդ, այսօր, որ այսօրին եք ժողովուրդ, դուք եք մեղավոր, որ ճիշտ ընտրություն չեք կատարել, ինալ եք անում, 50-60% ընտրության չի գնում, դե ծավը տանը, հնարություն է տրված ես, գնացեք, ձեր խղճի առաջ, հոգու առաջ, ընտրությունը կա, վախում եք բաթարցակ, հայտարեք, մի հայտարեք, գնացեք ընտրությունը կատարեք, հարցնում են, ով հարցմասա քեզ եմ անդրում, այդ կան մի բան, կարևոր է, այդ միսյակի, Հունիսի 7-ին աման լոկի։ Միլեն Արկասով թող չեմ տենում Ապե աշկն ասել Բայց հիմա զարգացիները համանալը, որը դուք բարգավաճ, որտեղ կգնա աճի, չգիտեմ ես, որը որ ժողորդի համար ավելի իքունել է, մոտորերս իմ կայք։ Ծարուկա մեկ հացմայսի մեկի մեծ ակուկարտեցես մոտայքի Ես խավ, վալովիտնը մեզ մոչի, ես տենա չեմ, ես որգան։ Արգելի քաղաքացիներ, մենք հիմա երթով շարժվում ենք Շենգավիթ համայնքում եւ շփվելու ենք մեր շենգավիցիների հետ։ Խապի մեզի Կներեք
բեմն է։ Խնդրում եմ էլի հեռախոսներով, ինչքան կարա հեռու մեզանից։ Ոչ մի բան չի կարա պատահի։ Մենք պետք է պատերազմի դուռը փակենք, մենք պետք է մեր երկրությունից դուրս մեջներս ուղենք, աշխարհը մեզ հարգի եւ մենք կարողանանք դա Արի Առաջին է կրթության համար հարկավոր բոլորն է ծրագիրը Թազա կպավ
երեխեք երևից աշխատեք, արավ։